Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում հարկային օրենսգրքում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ, ըստ որի հիմնական բովանդակությունը, այսպես ներկայացնեմ, բովանդակությունը այն մասին է, որ բժշկական ծառայություններից օգտվելիս տեղյակ եք, որ մարդիկ անկանխիկ վճարումներ, միայն պարտադիր է, որ անկանխիկ կատարեն վճարումները, եւ այդ վճարումները հնարավոր է կատարել կամ պոստտերմինալների միջոցով կամ այն տերմինալների միջոցով, որոնք դրված են բժշկական հաստատություններում, այսինքն այն որ կանխիկով մուտք են անում տերմինալներ։ Եվ նախագիծը ենթադրում է, որ այսուհետ բոլոր բժշկական ծառայությունները օգտվելիս, այսինքն օգտվելիս անձանց տրվելու է էլեկտրոնային ՀԴՄ կտրոն։ Հետևաբար սա նշանակում է, որ պոստտերմինալների ժամանակ այսպես թե այնպես գործում էր սույն օրենքը, որովհետև պոստտերմինալով վճարումը կատարելիս ՀԴՄ-ն տպվում է, իսկ այն վճարային տերմինալների ժամանակ նման հնարավորություն չկար, հիմա այդ հնարավորությունն ենք ընձեռում, ինչ է սա տալու, մասնավորապես տեղյակ եք, որ այսինքն այդ ամբողջ դատան հավաքվելու է Արմեդ ծրագրային համակարգում մարդկանց ծառայությունների այն ծառայությունների մասին, որոնցից մարդիկ օգտվել են, որը հետագայում նաև հնարավոր կլինի եւ դա վերլուծելով ապահովագրության խնդիրները, այսինքն վերհանել հասկանալ թե մարդիկ կոնկրետ որ ծառայություններից են ավելի շատ օգտվել, այսինքն մենք մեկ միասնական կարելի ասել տեղեկատվական համակարգ արդյունքում կունենանք, եթե մի քիչ ավելի երկար նայենք երկար ժամկետում նայենք օրենքի ազդեցությունը։ Կարդամ նաև նպատակը եւ բնույթը, որը նկարագրված է հիմնավորման մեջ, օրենքի նախագծով նախատեսվում է հարկային օրենսգրքի 380.1 հոդվածում կատարել փոփոխություն լրացումներ, որոնց համաձայն բժշկական օգնության եւ սպասարկման ծառայություններ մատուցող կազմակերպություններին եւ անհատ ձեռնարկատերերի համար պարտադիր կլինի կիրառել էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենա, իսկ եթե վճարումը իրականացվել է վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող վճարային գործիքների միջոցով, վճարային տերմինալների մասն է խոսքը, կամ վճարային քարտերի, ապա այս դեպքերում էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենա ունենալը կդառնա պարտադիր եւ ծառայությունների մատուցման դիմաց կատարված վճարման դիմաց կգեներացվի էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոն, որը քաղաքացին կարող է ստանալ էլեկտրոնային առողջապահական համակարգի հավելվածի միջոցով, այն է Արմեդը, այսինքն էլեկտրոնային ՀԴՄ-ն կգնա քաղաքացու Արմեդի իր անհատական հաշվին։ Միաժամանակ նախատեսվում է հարկային օրենսգրքի 55-րդ եւ 381-րդ հոդվածներում կատարել լրացումներ, որոնց համաձայն բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունների մատուցման դեպքում համապատասխանաբար հարկային հաշվի եւ ՀԴՄ կտրոնի վրա պետք է տպագրվի նաեւ յուրաքանչյուր մատուցված ծառայության համար էլեկտրոնային առողջապահության համակարգի կողմից գեներացված տվյալ ծառայության անհատականացված նույնականացման ծածկագիրը։ Սա նշանակում է, որ այդ ծածկագիրը, որը տպվելու է էլեկտրոնային ՀԴՄ-ի վրա, ինքը ցույց է տալու, թե քաղաքացին որ ծառայությունից է օգտվել եւ որքան է վճարել կոնկրետ այդ ծառայության համար։ Սա նաեւ կարելի է ասել վերահսկողական գործիք է, որը թույլ կտա հետագայում խուսափել այնպիսի դեպքերից, երբ օրինակ եւ անհատական, այսպես ասած, վճարման միջոցով, այսինքն մասնավոր մարդը ինքն իր գրպանից եւ պետական մասնակցությամբ նույն ծառայության դիմաց դուրս գրվեն հաշիվներ։ Սա այսինքն կրկնողությունը բան անում է այստեղ սահմանափակումը։ Ըստ նախագծի նաեւ կա այն, որ եւ ծառայությունը ստացած քաղաքացու ՀԾՀ-ն պետք է լիներ ՀԴՄ կտրոնի վրա, ինչը կոմիտեի ժամանակ իհարկե կառավարության ներկայացուցիչը սրա մասին կխոսի, բայց կոմիտեի ժամանակ առաջարկ կանչի կառավարության կողմից, որին մենք լիարժեք համաձայնենք, այսինքն ՀԾՀ-ի կարիքը այլևս չկա, որովհետև այդ նույնականացման ծածկագիրը, որը տպվելու է արդեն իսկ նույնականացնելու է, կարելի ասել եւ անձին եւ ծառայությունը։ Թերևս այսքանը ինքը հիմնականում թե վերահսկողությունն է հեշտացնում, թե բազայի, այսինքն այդ ինֆորմացիոն բազայի թափանցիկությունն է բարձրացնում եւ հետագա նաեւ կոռուպցիոն որոշ ռիսկերից է մեզ կարելի ասել ապահովագրում։